Գարնան 7-րդ օրը Ծաղկաձորում +3 է, ձյունը դեռ ծածկում է Ծաղկաձորյան բարձունքները, իսկ դա նշանակում է ձմեռային մրցաշարերը շարունակվում են։ Քիչ առաջ ավարտվեց սնոուբորդի Հայաստանի առաջնությունը, ոսկե մեդալների համար պայքարեց ընդհանուր 19 մարզիկ։ Մասնակցում էին բոլոր այն ցանկացողները, որոնք կարող էին հաղթահարել մրցուղին, սաղուղին։ Մրցաշարը զարգացման գրավականներից մեկն է։ Այսինքն դա նաև խոսում է այն մասին, որ այս մարզաձևը կա եւ այս մարզաձևը պետք է զարգանա։ Յուրաքանչյուր ուներ 2 փորձ, որի ընդհանուր արդյունքում Հայաստանի քառակի չեմպիոն դարձավ Նորիկ Թադևոսյանը։ Նա միակն է, ում ընդհանուր արդյունքը չգերազանցեց 2 րոպեն։ Արծաթե մեդալին արժանացավ Դավիթ Հովհաննիսյանը, լավագույն եռյակը եզրափակեց Հրայր Արաքելյանը։ Մեր մրցաշարը շատ լավ անցկացվեց, ամեն ինչ համապատասխան էր ստանդարտներին եւ տպավորությունները շատ բարձր էին։ Իսկ հականանց պայքարում նոր չեմպիոն կա։ Առաջին փորձից Հայաստանի չեմպիոն հռչակվեց Անի Գրիգորյանը։ Նրա հետ միասին պատվոհարթակ բարձրացան Անի Հովհաննիսյանը եւ Գոհար Արզումանյանը։ Իհարկե շատ ուրախ եմ ու հպարտ հաղթելու կապակցությամբ։ Ընդհանուր միջավայրը շատ հավես էր, բոլորին խորհուրդ եմ տալիս մասնակցել մրցումների։ Ուղղակի քշելը ուրիշ բան է, բայց երբ որ երևում է արդյունք, այդ արդեն կրկնակի հաճույքը շատացնում է։ Այսպիսին էր 2025-ի սնոուբորդի Հայաստանի առաջնությունը։ Հաջորդ կանգառը աշխարհի առաջնությունն է, որտեղ մեր երկիրը պատվով կներկայացնի Նորիկ Թադևոսյանը։ Հարություն Հակոբյան, Էդվարդ Մինասյան, Fast News։